Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է տնօրեն նշանակել օրենքի տառին համապատասխան։ Հունվարից 4 մրցույթ է հայտարարվել, բայց չի կայացել։ Կամ կրթության գիտության նախարարության ներկայացուցիչն է վատառողջ եղել, կամ խորհրդի 8 անդամից 3-ը բացակայել է։ Եվ արդյունքում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր տնօրենի նշանակման միանձնյա որոշում է կայացրել։ Նոր ներկայացուցիչը ըստ տվյալների կրթության գիտության նախարարի օգնական Բագրատ Եսայանի կինն է։ Նորընտիր տնօրենը ձեռք բերել հավաստագիր, ձեռք է բերել մարտի 31-ին այդ հավաստագիրը, մինչդեռ առաջին մրցույթի ժամանակ նա ընդհանրապես չէր ներկայացել, որովհետև նա չուներ։ Նրանք անընդհատ ձգձգեցին այս մրցույթները, որպեսզի նա ձեռք բերեր, մասնակցեր եւ առանց հաշվի առնելու խորհրդի անդամների ձայները նրանք միանձնյա որոշում կայացնեին։ Մենք մարդկային նորմերը պահպանելով, էթիկայի կանոնները պահելով, ամեն անգամ համբերատար սպասել ենք հաջորդ նիստին ու չեղարկվել են նիստերը իրար հետևից։ Տնօրեն նշանակված Վերգինե Եսայանը 9 տարի աշխատել է Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնում որպես փոխտնօրեն։ Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժները չեն թերագնահատում նրա հմտությունները, սակայն ունեն իրենց նախընտրած թեկնածուն։ 3 հավակնորդներ ունենք նախընտրած, ինչի չունենք, ունենք։ Մինասյան Հայարփին նախընտրելի է մեզ համար, մեր կոլեկտիվի անդամ է, աշխատում է 15 եւ ավելի տարիներ, մանկավարժությանը մոտիկ կանգնած անձնավորություն։ Կեսօրի նախարարությունը պետք է դպրոցի անձնակազմին ներկայացներ նոր տնօրենին, սակայն դա տեղի չունեցավ։ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի խոսքով որևէ հստակ պայմանավորվածություն չի եղել եւ բացի այդ տնօրենի պաշտոնակատարը հիվանդանոցում էր։ Ճիշտ կորեկտ չէ, մարդը հիվանդանոցում էր, ներկայացնենք տնօրենի թեկնածու եւ բացի դրանից նաեւ նշեմ, որ փոխտնօրեն ներկայացող անձը, որը ներկայացավ որպես փոխտնօրեն, նա բացարձակապես հրաժարվեց եւ ասաց, որ չի կարող կազմակերպել կոլեկտիվի ներկայությունը, որպեսզի ներկայացնենք տնօրենին։ Աշոտ Արշակյանը համամիջի այն գնահատականների հետ, որ մրցույթը պատշաճ կարգով չի անցկացվել։ Գոյություն ունի հստակ կարգ տնօրենի ընտրության եւ նշանակման, եւ գործընթացը տեղի ունեցել կարգի համաձայն եւ կարգով նախատեսված է, որ 2 անգամ քվորում չլինելու դեպքում նախարարը ինքն է նշանակում, այսինքն սա կարգի եւս կետերից մեկն է։ Նախարարության ներկայացուցիչը որոշակի միտում է տեսնում մանկավարժների բողոքի ակցիայի մեջ։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ միտում կա, խոսքը կարծում եմ կապված է հավակնորդներից մեկի Մինասյան Արփին է, եթե չեմ Հայարփի, եթե չեմ սխալվում, որը նաև նախկին տնօրենի աղջիկն է։ Կարծում եմ միտումը այստեղ է։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով դպրոցներում տնօրեններ ընտրելու հարցում պետք է բացառվեն ազգակցական կապերը, հովանավորչությունն ու շահերի բախումը։ Իսկ թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժական կազմը իրենց պահանջը ներկայացրել է վարչական դատարան։